Վանաձայն, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրները վագընտիրներ, Վանաձայնի եթերով վեպտիմադեդրի էջով ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Երեք ամբողջացավ ապրիլյան քարորիա պատերազմին 10-րդ տարին։ Այս առիթով Արցախի իշխանության եւ քաղաքական ուժերու ներկայացուցիչներ, հայ հեղափոխական դաշնակցության, Հայաստանի գերագույն մարմինի անդամներ, Հայաստան խմբակցության պատգամավորներ եւ բազմաթիվ հայրենագիտներ այցելեցին Երապելուրի զինվորական բանտեոն իբրև հարկանք հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդիներու հիշադակին։ Արցախի ազգային ժողովի նախագահ, Արցախի նախագահի ժամանակավոր պաշտոնատար Աշոտ Դանիելյան լրագրողներու հետ հարցազրույցի ընթացքին պատասխանելով հարցումի, թե ինչու ապրիլյան քարորիա պատերազմի 10-րդ տարելիցին օրը Հայաստանի իշխանություններն որևէ մեկը չայցելեց Պանթեոնը, ըսավ. Հայաստանի իշխանությունները կփորձեն Արցախի հետ կապված բոլոր հաղթանակները հանել եւ մեր ժողովրդի հիշողութենան։ Այդ իմ կարծիքով ծրագրված կերպով կկատարվի։ Անոնց համար Արցախ բարը եւ Արցախցին գերեւի պետք է բոլոր դեղերեն հանեն։ Սկիզբը գսեին մեր քույրերն ու եղբայրները, հետո Արցախեն դեղահանված, հետո Ղարաբաղեն դեղահանված, վերջը փախչած։ Հաջորդը դեռ չեմ պատկերացնել։ Դանիելյան հիշեցուց, որ 2016-ի պատերազմը ավարտեցավ Ադրբեջանի խնդրանքով։ Եվ բոլորս տեսանք, թե ինչպես Հայաստանի իշխանությունները այդ ժամանակ աջակցեցան Արցախին եւ պաշտպանության բանակին։ Իսկ 2020-ին դեղի ունեցածը դակավին պետք է մանրագրգիռ կերպով քննվի։ Դանիելյան առաջարկեց, որ ազգային ժողովը զեկույց հրապարակե, որպեսզի հանրությունը հասկանա, թե որոնք էին դեղի ունեցածին մեղավորները եւ պատասխանատուները։ Ինչ կվերապերի ազգային ժողովի առաջիկա ընտրություններուն, Դանիելյան նշեց, որ իրենք պիտի սադարեն ազգային այն ուժերուն, որոնք պատրաստ են պահելու հայկական եւ ոչ թե այլ պետություններու շահերը, եւ որոնց համար Արցախի հարցը փակ չէ։ Ան շեշտեց, որ Արցախի հարցը մեկ հոգի հարց չէ, ան ազգային հարց է, միջազգայինորեն ամրագրված իրավունք, որ պիտի բարձրացվի միջազգային բոլոր ադյաններուն մեջ։ Հայ հեղափոխական դաշնակցության, Հայաստանի գերագույն մարմինի անդամ եւ Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Մանուկյան երեք լրագրողներու հետ ունեցած հարցազրույցին ընթացքին խոսեցավ Փաշինյան-Պուտին հանդիպումի մասին եւ ասավ. Եթե վաղը Պուտին ասե Զանգեզուրը եւ Սյունիքը ադրբեջանական տարածքեն, ինքը պետք է այդպես ճանչնա։ Ինքը իր սրվագին մեջ է, բոլորը մեղավոր են, բացի իր մե։ Եվ հբարդությամբ եւ տավաճանությամբ սկացում կա, որովհետեւ այսօր կնկատեք, որ գրեթե որևէ բան pedagogan մագարտակով չլար, բայց ապրիլյան քարորիայի նահատակները իրենց ինքնազոհաբերությամբ եւ ընդհանրապես հայ ժողովուրդը այդ օրերուն իր գազագերբվածությամբ հերոսական էջը գրեց եւ կանխեց Ադրբեջանի լայնածավալ կրառումի փորձը, նշեց Մանուկյան։ Հայ հեղափոխական դաշնակցության անդամ եւ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արտուր Խաչատրյան իր ղարքին լրագրողներուն ասավ. Այս իշխանությունները այդպես էլ չհրաբարագեցին ապրիլյան եւ 44 օրյա պատերազմներուն զեկույցները։ Դեգուզ այն ինչ որ գախնիկ չէ, որբեսի հանրությունը չգարենա գարտալ եւ համեմատել դեսնել թե ինչ եղավ 2016-ին եւ ինչ եղավ 2020-ին։ Այն քաղաքական ուժը, որ գսեր պետք է բացառենք զիջումները, այսօր գսե Արցախյան շարժում այլևս չկա։ Այդ բարդություն էր Հայաստանի համար։ Պետք էր ցերպազադիլ անգե, որբեսի մենք անկախություն ունենանք։ Իրենց օրով Արցախը Ադրբեջանի ներքև է, բայց անկախություն չունենք։ Արցախի մեր հայրենագիտները ենթարկված էին ցեղային զդումի, որ ցեղասպանության դրսևորում է եւ հիմա բայկարիլ ցեղասպանության հետևանքներով վերացումի Արցախցիներու վերադարձի իրավունքին թեմ կնշանակե արտարացնել ադրբեջանցիներու գադարած ցեղասպանությունը։ Այստեղ Ալիևի եւ Փաշինյանի շահերը կհամընկնին իրարու։
Խաչատրյան կնատադեց Պուտինի հետ դեսակցության ընթացքին Փաշինյանի արտահայտած այն միտքը, որ իբրև թե Արցախը Ադրբեջանի գազմի մեջ ջանցված է Ռուսիո բարձրակույն ղեկավարության կողմէ։ Փաշինյան բարդություն գրելով ոչ միայն այդ բարդության մեղքը ուրիշներուն վերակրեց, այլև անամոթաբար խեղաթյուրեց պատմական իրականությունը, բանակցային ամբողջ գործընթացը, ըսավ Արթուր Խաչատրյան։ Լրագրողները զրուցեց նաև երկու պատերազմներուն իր երկու որդիները գործընթացած Միքայել Հաջյան եւ ըսավ. Ես ապրիլյան քարորիա պատերազմի ընթացքին գործընթացի իմ ավակ որդիս Նորայր Հաջյանը։ 4 ապրիլի երեկոյան աննահատակվեցավ Թալիշի թիրքերուն վրա։ Իսկ 6 հոկտեմբեր 2020-ին գրծեր որդիս Երվանդ Հաջյանը նահատակվեցավ։ Երկու դղակ ունեցած եմ, երկու կենալ զրկված եմ։ Ցավը իհարկե խոր է եւ անտանելի է, բայց իբրև դղամարդ ես կփորձեմ դիմանալ, որովհետեւ հանուն իրենց տորներ ունիմ։ Հավատացեք, ես մարդոց ներկայությամբ չեմ լար եւ չեմ ողբար։ Ընթագարակը, որը որ գանտիբիմ անմիջապես կժպդամ, մարդիկ կգարձեն թե ես ժայր եմ, չմտածելով որ ես ալ իրենց նման միս ու արյուն եմ։ Գսկիզը իմ մեջս կբահեմ, բայց իմ ժպիտովս կփորձեմ մարդոց ուրախություն բարգեւել։ Դղակը գամավորներ եղած են։ Ավակ որդիս 16 տարեկան էր, երբ մասնակցեցավ պատերազմին։ Անկնած եւ մինչեւ պատերազմի վերջը մասնակցեցավ մարտերուն զանազան ճոգատներու մեջ։ Ապա պատերազմին հետ քանի ամիսով դարձյալ իրեն ճոգատը ուղարկեցին Թալիշի թիրքերը, որբեսի նոր սահմանաբարներուն սովորեցնեն թիրքաբաությունը։ Յուրաքանչյուր լարվածության ժամանակ անհամեսկը միշտ դուն բահարանի մեջ կախված կբահեր եւ թեբի ընթացքին անմիջապես կերտար եւ գարցանակրվեր իբրև աշխարհահզորային եւ գուղվեր առաջին կից, ըսավ Հաջյան։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյան զարանցանք որագեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե արցախցիներու ղեկավարության գրվելու մասին բնդումները առասպել են։ Շահրամանյանի համաձայն նման սաթրիչ խոսքերու նպատակը բարակդել եւ հարության մեջ անհանդուրժողականություն սերմանելն է։ Անսող շաբաթ Փաշինյան ասաց էր. Այն առասպելները, թե գրված են մինչև վերջ եւ այլն, սուտ են, նման բան չէ եղած, փախչած են, ժողոբրած են։ Շահրամանյան նշեց, որ Հայաստանի կորզող իշխանությունները 2020-ի պատերազմին ընթացքին եղած են քաղաքական եւ դիվանագիտական առաջնակիցին վրա։ Իրենց կորզողություններուն շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնված են նման իրավիճակի մեջ եւ հայ ժողովուրդը գործընծուցած է Արցախը, ըսավ Շահրամանյան, ավելցնելով, որ Արցախի մասին բոլոր հարցերը քննարկված են Հայաստանի ղեկավարության հետ։ Շահրամանյան մեկնաբանեց նաև պատերազմի գարելիության պատմական արդարության էջը փակելու մասին Փաշինյանի հայտարարությունները, շեշտելով, որ Հայաստանի ապահովությունը առաջնահերթություն է, այդ պատճառով արցախցիները այսօր կփորձեն ամեն ինչ անել արիթ չդալու ռազմական գործողություններու, սակայն անոնք իրավունք ունին բարձրացնելու իրենց վերադարձի միջազգային իրավունքը։ Բայց մենք կբարձրացնենք միջազգային իրավունքով նախադեсված մեր իրավունքները։ Կփորձենք զանազան հարթակներու վրա մեր վերադարձի իրավունքը բահել օրագարկի վրա, որ նաև միջազգային իրավունքի հարց է, ըսավ Շահրամանյան եւ Հայաստանի ներկա իշխանություններուն այն բնդումներուն, որ ինքնին Շահրամանյանի հրամանակիրով լուծվեցավ Արցախը, իսկ Արայիկ Հարությունյան անոնց եւ ոչ թե Հայաստանի ղեկավարության ջնշումով հրաժարական տվավ։ Շահրամանյան հստակացուց, որ Հարությունյան շրջափակումի ընթացքին քանի անգամ նման որոշումի հանգած էր արդեն։ Արայիկ Հարությունյանը քանի անգամ արտահայտած էր հրաժարական տալու իր մտադրության մասին, եւ ես անցամբ ականադես եղած եմ, ինչպես մեր քաղաքական դաշտի ներկայացուցիչները, որոնց մեր Ռուբեն Վարդանյանը։ Երկար փորձած էին համոզել, որ նման որոշում չդա, որովհետև այդ ժամանակ այդ կերևի ճիշտ չէր։ Վերջին անգամ նախագահ Արայիկ Հարությունյան բարձրացուց այդ հարցը, որ ինք պետք է հրաժարական տա եւ կհիմնավորեր, որ ինք գործընծուցած է իր ժողովրդին վստահությունը, չունի այն միջոցը, որբեսի իրականացնե գործողություններ, որոնք դուրս կբերեն Արցախը այդ իրավիճակեն։ Արայիկ Հարությունյան սպաղած էր նաեւ տեխնազուներու որոնումի հարցով։ Առնվազն 5-6 հոգի հետ կնարգեց նման հարցեր եւ քանի որ Արցախի սահմանադրության փոփոխութենեն յետք պետք է ազգային ժողովը ընտրեր նախագահ, այդ չէր լար դասական նախագահ։ Ինք պետք էր վարեր այդ պաշտոնը մինչև ժողովրդական ընտրություններով ընտրված նախագահի լիազորություններուն ավարտը։
Այդ նախագահը պետք էր շարունակել այն ծրագիրները, որոնք հաստատած էին կառավարության կողմէ, ասավ Շահրամանյան։ Ընտիմաթիրը բադի ունեմ խմպակցությունը 3 ազգային ժողովին մեջ բեդություն եկեղեցի հարաբերություններ ու ներկա վիճակին մասին հայտարարության նախագիծին շուրջ լսումներու հրավիրեց։ Նախագիծը կառավարություն եկեղեցի լարվածության, իշխանության կողմէ կորզատրվող ճնշումներու եւ սահմանադրական իրավական ղեկավարումներու մտահոգություններու մասին էր։ Իշխանական մեծամասնությունը լսումներուն չմասնակցեցավ։ Ազգային ժողովի թալիջի մեջ ներկային պաստապաններ եւ հանրային քաղաքական կորզիչներ։ Եկեղեցական ներկայացուցիչ չկար, ավակ 5-շաբթի օրվան ծիսական արարողություններու բաժարով։ Ամենայն հայոց կաթողիկոսությունը նամակով ողջունեց լսումները։ Գողջունենք նախաձեռնությունը, որ կնպատակադրե վերահսկել բեդության կյանքին մեջ առաքելական Սուրբ եկեղեցվո թերակատարությունը եւ ընդգծել Հայաստանի սահմանադրության եւ միջազգային բարդավորություններու միջև իշխանություններուն կողմէ եկեղեցվո ներքին ինքնավարության չմիջամտելու անհրաժեշտությունը։ Գսվի վերոնշյալ նամակին մեջ։ Լսումներու ընթացքին հայ եղապոհական դաշնակցության բյուրոյի անդամ եւ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյան ասավ հետեւյալը. Մեր ամենեն թարն երևակայության մեջ, մեր ամենեն վատ երազներու մեջ չէին կրնար պատկերացնել, որ հայ առաքելական եկեղեցին գրնար կանգնել նման թերքապարո արշավանքի առջև։ Եվ մենք այս տահլիջեն բարձրացանեինք սահմանադրության պաշտպանության անհրաժեշտության մասին։ Այս անհեթեթությունը ազգային ողբերգություն է։ Գալստյանի համաձայն այս իրավիճակը երկրին մեջ դրող գերիշխան համագարկին ցուցանիշն է։ Գալստյան ահազանգեց, որ Հայաստանի ներկա ներազգային օրագարկերը շատոն ստելաթրված են Բաքուի եւ Անկարայի կողմէ։ Այս հարվածը մեր պետականության եւ ժողովրդին։ Բադահապար չէ ընտրված հայ առաքելական եկեղեցին, որովհետև ան այսօր ամենեն դոգուն, ամենեն բարձր եւ անսասան վարգանիշ ունեցող ազգային կառույցն է։ Ես չեմ տեսներ այլ ջամփա, քան այս իշխանության մերժումը։ Անոնց 8-ամյա եւ այժմ շարունակվող ցերակիրը, արժի համագարկը, ուրախ հանրագարկը, սև բադոհաններով, որ արիտ չի դար իրականությունը տեսնել, այլ բան չի հուշեր։ Չկա այլ ջամփա, քան մերժել այս իշխանությունները եւ երկրին մեջ վերականգնել սահմանադրական գարկը, բարոյականությունը եւ ազգային արժանապատվությունը, ասավ Գալստյան։ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը որոշած է անմիջական գերբով չմասնակցել խորհրդարանական ընտրություններուն։ 1 ապրիլին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական Կուսակցության կորզատիր մարմինի նիստը, որոնց ընթացքին որոշվեցավ 7 հունիսին տեղի ունենալիք ընտրություններուն չմասնակցել։ Որոշումին հիմնավորումները եւ կուսակցության հետագա քայլերը պիտի ներկայացնե 4 ապրիլին տեղի ունենալիք կուսակցության 18-րդ համագումարին։ Գսվի այս արիտով հրաբարակված հաղորդակցության մեջ։ Հարկելի ունգընթիրները վագընթիրներ վանացայինի եթերով վեպտիմատեդերի էջով CZD-ին ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվա լուրերը։ CZD-ին ցայնի հաղորդավար Անտոնին եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայինի ունգընթիր։